ու շատ կուզենար այստեղ։ Շատ է սիրում, բայց Դե հələ նայ, տեսար ով են։ Մենք եկել ենք շատ լուրջ անակնկալ անելու, շատ մեգա անակնկալ։ Այդ պետք է տենակ, ծապեր տվեք թող պաչետա։ Բրդի պաչի, Դավայ։ Արտյոմը Գերմանիայից եկել է իր հայրիկի ծննդյան օրը ներկա գտնվելու եւ ոչ ոք չգիտի այդ մասին, մենակ մենք գիտենք։ Քեզ շատ են սիրում։ Ներողություն եմ խնդրում, որ չեն կարողացել գալ։ Ուղևորվում ենք Թալին քաղաք, Թալինա Թագուհու անունով։ Որ կարողանային գալ կգային, չէ՞։ Դե ես գիտեմ որ կգային։ Դե ներողություն եմ խնդրում ամեն դեպքում։ Եթե տարբերակ կլներ, հորս արև կգայի։ Արասի աղբեր մի երթվա, գիտեմ որ կգայի։ Մենք հիմա գտնվում ենք Ծովագյուղում եւ այստեղ ունենք հրաշք ծովանակնկալ։ Սաղ որ նայում ես վիդեոներս։ Դու ունես եւս մի հատ նվեր, որը կնվիրի անակնկալը կազմակերպողներից մեկը։ Եկել ենք սիրված հայրիկի ծննդյան օր շնորհավորենք երեխաների կողմից, Որովհետեւ աղջիկները տեն, տղատ, բոլորը քեզ շատ են սիրում։ Աբրի սիրած ցավը տանի։ Բա, ծնունդը տա։ նոր գեղեցիկ անակնկալ ենք անելու մեր Դավիթ Անուշ աղբորը իր պապիկի մեծ աղբեր Հրաչի եւ նրա տիկնոջ կողմից։ Էլ չի համբերե, մի անգամից գիտես քեզ ինչ նվեր ուղարկե։ Մեր Դավիթը զբաղվում է մայթայ սպորտաձևով, աշխարհի չեմպիոն, քեզ գավաթ ենք բերել աղբեր Ամերիկայից։ Այսօր մենք նրան պապիկի կողմից շնորհելու ենք գավաթ, տեսա։ Էսի քեզ պարտավորեցնում է, որ դու պետք է աշխարհի չեմպիոն ես, համաձայն ես։ Դե չվախենա։ Այսօրվա մեր անակնկալը կապ ունի ուղիղ 44-օրյա պատերազմի չարիքի հետ, որովհետև հենց 44-օրյա պատերազմին մեր Էրիկ Անուշ աղբերը իր հարազատ եղբոր հետ զոհվեց Շուշիի մարտերում եւ այսօր նրա դստերիկի Էլենի ծննդյան օրն է։ Մենք եկել ենք շնորհավորենք, ուրախացնենք Էլենին։ Դուր հələ չես տալի։ Հələ բաց ես սրա մեջ ինչ նվեր ունես։ Գիտես սրա մեջ ինչ ալնում միշտ։ Հե, դուր ես գալիս, հա, սիրում ես դու ոսկի։ Հələ սա ինչ կլինի։ Դու դրան շատ ես սիրում։ Կարգավորես պահել շատ ուրախանաս։ Բաց։ Ուրախացար։ Բարեկամներ, Դաշտադեմի ամրոցն է Աջից եւ այսօր մենք եկել ենք շատ լուրջ անակնկալ անելու, շատ մեգա անակնկալ։ Սիրո հող է այստեղ, սիրո ծաղկունք է հայրական։ Արտյոմը Գերմանիայից եկել է իր հայրիկի ծննդյան օրը ներկա գտնվելու եւ ոչ ոք չգիտի այդ մասին, մենակ մենք գիտենք։ Հիմա ուղևորվում ենք Թալին քաղաք, Թալինա Թագուհու անունով։ Այս տարածաշրջանը շատ հին է եւ այստեղ դարերով ապրել են հայեր եւ այստեղ հողի ցանկացած սանտիմետրը քանդելիս դու բախվում ես պատմությանը, հասնում ես պատմության միջով, ուզում ես ինչքան հզոր են եղել մեր նախնիները իրեն ժամանակաշրջանում եւ ինչ շինություններ են կառուցել։ Այս Դաշտադեմի ամրոցը ձեզ վառօրինակ, որ ով չի եկել անպայման եկեք, տեսեք թե ինչ հզոր է ու զորեղ։ Այնքան հին է Դաշտադեմի ամրոցը, որ ուրարտական Ուրարտական ամրոցի հիմքերի վրա է կառուցված այս հրաշք ամրոցը, այսքան հին է։ Կարող եք մեր տեսանյութերի մեջ նույնպես գտնել Դաշտադեմի ամրոցի մասին տեսանյութը, մենք այստեղ ունենք նկարած տեսանյութ, եթե ուզեք, չեք տեսել, մտեք տեսեք անպայման, իմացեք պատմությունը, պատմում ենք այդ ամրոցի մասին։ Իսկ հիմա մենք գնում ենք շատ սիրված մեծ աղբեր Պավելի ծննդյան օրը շնորհավորենք։ Նրա անգամ մի փոքրիկ կասկած չունի, որ որդին Գերմանիայից հասել է արդեն Թալին։ Թալինում նա մեզ է սպասում։ Գնանք, վերցնենք մեր Արտյոմ աղբորը ու միասին ուղևորվենք գեղեցիկ ռեստորանային համալիր։ Որդիական սերը հայրիկի հանդեպ շատ մեծ է ու զորեղ։ Այս դա է նրան բերել հասցրել հայրենիք հայրիկի ծննդյան համար։
իր տանիքի կողմից է անակնկալը, մենք ներկայացնելու ենք, որ ուղղակի չեն կարողացել գալ, դրա համար եկել ենք մենք, այնինչ եկել է Արտյոմը եւ նա սրտատրոպ սպասելու է Հայրիկին գրկելուն։ Մենք էլ սրտատրոպ արագ գնում ենք Թալին։ Բան չմնաց, հասնում ենք Թալին արդեն։ Ահա ցուցանակը, որը մեզ ասում է բարով եք եկել Թալին։ Մենք էլ ասում ենք ոտքներս խերով լինի, շնորհակալ ենք բոլոր մեր բարեկամներին, Թալինից մեզ հետևող, հարգանքներս, շնորհակալություններս։ Մենք այս պահին ձեր քաղաքում ենք։ Եվ բան չի մնում, որ հասնենք ռեստորան։ Թալինի հրապարակը շատ գեղեցիկ է, ընկերներ։ Մեր տեսանյութերի մեջ կարող եք տեսնել, եթե չտեսնեք, կարող եք YouTube-ում գրել Թալինի հրապարակ, մտնել, տեսնել ինչքան գեղեցիկ է, ինչքան լավ է պահպանել կառուցման օրից ի վեր, այսօր էլ լավ են հետևում, գեղեցիկ է, կոկիկ ու մաքուր, ամենակարևորը։ Հիմա ես կապնեմ Արտյոմ եղբոր հետ, ասեմ, որ ես հասնում եմ բարեկամ։ Գիտես որ կողմն եմ ախպեր, որ Դաշտադեմի կողմից գալիս ես։ Ես ասնից գոհ եմ ախպեր, հեսա եկաստ է։ Այս կայնեմ ստեք ես սպասեմ ախպերս։ Դու ես, ախպեր դու ես։ Չէ, դու չես, դու ես։ Ախպեր խիմ չէիր, զանգ ես էլ մնացել եմ եղեք նազոր։ Հիմա իչ հելնեք պոշպոչ եթանք ախպեր։ Մի քիչ եթանք։ Ախպեր դու արի իմ հետևը բան է էլի պլյոնկա արած արի նստի։ Արտյոմ, արի դու հետևը նստի պլյոնկացա։ Հիմա մնում է զալի դիրքը հասկանանք, բարեկամներ, Արտյոմ ախպոր հետ գնում ենք։ Արդեն մենք միասին ենք, գնում ենք Հայրիկի մոտ, Հայրիկն էլ չգիտի, որ մենք գնում ենք իր մոտ։ Ընտանիքի կողմից ալնում, ձախանեմ, բարձր խոսա ախպեր, հեսա հենց ախպեր։ Տեղ էլ կա է մտնելու։ Վախենալով պետք է քշես, եկանք, էսա զալը, հա։ Դաժե ամոթս կորցնեմ ընդե կկայնեմ, պրոստ կաղա հելն են տենան։ Մեր ավտոներն են էլի սա, մեր բարեկամներինն է, չէ։ Բարեկամներ ես հանդիպել եմ իմ մեծ աղբորը, հետամ Ստեփանն եմ ես։ Դու բարեկ։ Բա դու էլ քո անունն ասալ է։ Բարսեղ մեծ աղբեր, մենք մեկ անակնկալ ունենք։ Հզոր։ Ես հենց հիմա կազմակերպեմ Ստեփան։ Շո պարեն նոր։ Պարեն պրսնեն նոր։ Պարենգը, պրսնենգը։ Իսկ կարող է կուխնյայի կողմից գանք։ Գանք։ Ես ասեմ խոհանոցից անակնկալ։ Խոհանոցից։ Կուխնյայից մտ քաղցր անու շախբեր այկ։ Այդ ծախելու ժամը ինչ է բոլոր դուրս եկան։ Դու բան մի ար, շախուրը մի դիր։ Չէ, ոնց դնեմ։ Սա գիտես թե կայնածները։ Ախպեր արխային ախպեր։ Դու ախպերն ես, դու մեծ ախպերն ես։ Կանն ինչա։ Ազատ Արտյոմ։ Ազատ ջան, դե բան արա, դու ունեց արա հանկարծ շախուրը չպռազալում։ Սի սենց արա, այս էս։ Всё, հիմա մտել հելել են ծախելու է, արի։ Հա։ Խորատա ենք։ Խորատայա։ Բա։ Ամեն ինչ էլ կա։ Բարև ձեզ խոհանոց, բարև ձեզ հարգելի խոհանոց, ոնց եք։ Մենք կարող ենք այստեղից այսպես բան անենք, էլի, ասես ոնց են այդ մաշ թե ձախ։ Ապա նկարենք, եկեք։ Բարև ձեզ, ոնց եք, լավ եք։ Ես ինչ համով բաներ եք սարքում։ Բարև ձեզ։ Ինչ եղեք, լավ եք։ Հալան դե տորտս կես ուզում էր տանել։ Արտյոմ բարեկամ, հենց ես յան մեջքով եմ կայնացնելու։ Հենց որ սա կոնյակն էլ տան պրսնեմ, իրան հենց սկսեմ խոսել, կամաս կգաս առաջ։ Առաջին անակնկալը, մենք ոնց ենք կոստացել։ Ինչ է ռեստորանի անունը։ Լունա։ Խոհանոցի կողմից կգուշակես, խորովածը, կարող է խաշլամ են։ Աս խորովածը լավ չայվո պտի տաս։ Են առաջվա մեր ավանդական տորներ հիշիցեն։ Բարև ձեզ։ Նախշուն ինչ է։ Նախշուն քույրիկ։ Ես դուք եք։ Բարև ձեզ։ Մենք առաջի անակնկալը մատուցում ենք մեր այսօրվա հրաշալի հոբելյանի մեր աղբորը Պավլիկին խոհանոցի կողմից։ Շնորհակալ եմ բարեկամս, հարգանքներս բոլորիդ ապրեք, լավ ծափեր եք տալի։ Մեծ աղբեր, ծնյանը տորը շնորհավոր, ես ինչ սիրուն առիթ են կազմակերպել, բարև ձեզ։ Ուրախ եք, որ ձեր կեսի ծնունդն է։ Հենց սկզբից մի հատ պաչեք, եթե ուրախ եք։ Այդ պետք է Պաչեք։ Բրդի պաչեք։ Դավայ։
Սեր եմ ասել։ Այ ինքն չէ պետք է պաչի։ Սա Ես քուշես հալո, մի հատ։ Ես քուշես կծեմ։ Վերջացնեմ։ Դե լավ, եթե այդպես է, ուրեմն քաղցրությունը տամ քեզ։ Վերցրու, ես քեզ քաղցր բան եմ բերել։ Շնորհակալություն։ Սա այն դու ասիր խորոված եմ բերելու խոհան։ Խախտը շատ եմ սիրում, մարդ բերեցի խախտը, էլի։ Ասել ես, որ խորոված եմ բերելու, չէ՞։ Բայց դու գիտես խորովածը վտանգավոր բան է, պետքա փոմով տաս, որ սեղանները դնեն, խավորություն անես։ Ինչի՞ դեր պետք է ասիր խորոված։ Փող չունեմ, ուտես տա։ Դե հեչ եմ ասում, դե խորոված չեմ բերել, խորոված բերած էլ հիմա գիտես կամ փող է ուզել։ Ծափեր տվեք ծնունդը շնորհավոր լինի, ես եկել եմ շատ կարևոր մարդկանց կողմից մեծ աղբեր։ Արկած ես բաները միշտ մասնակից ոնես։ Ուրեմն հիմա գիտես, որ երազանքդ կատարվի։ Արի, այս կողմ էլի, արի։ Երազանք պահի։ Փչի։ Կատարվել է, իմացի։ 100%։ Հա, փչի։ Չի խնայինա անգամ իր կյանքիս տարիներ այն Հələ նայ, ձմեր պապին նայ, ձմեր պապիկը այստեղ կանգնած, քո երազանքներն է կատարելու, այդ իսկ պատճառով ես մի հատ էլ նվեր ունեմ, քաղցրությունը կարող ես հանձնել այն մարդուն, ում նոր պաչեցիր։ Հա, տուր էլի, տորտ տուր իրան, ոչ ես ձիգ բռնե։ Հա, տուր էլի, տորտ էլի, հա, տուր։ Ուր ես քեզ ավելի լավ բան եմ ուզում տալ, հələ էս վերցրու բաց տես, էս ի՞նչ նվեր, հա, ու միանգամից քեզ համար պարզ կդառնա, թե ում կողմից եմ ես եկել քեզ շնորհավորելու, թե ով է քեզ շատ սիրում ու շատ կուզենար այստեղ։ Շատ եմ սիրում, բայց Դե հələ նայ, տեսար ով են։ Հա։ Քեզ շատ են սիրում։ Ներողություն եմ խնդրում, որ չեն կարողացել գալ։ Մանաս, կարող Լելի, քո կարծիքով։ չէի կարողանում, ո՞ր կարողանում։ Որ կարողանային գալ կգային, չէ՞։ Դե ես գիտեմ որ կգային։ Դե ներողություն եմ խնդրում ամեն դեպքում։ Բայց իմացի որ քեզ շատ են սիրում։ Մանավանդ Արտյոմը հատուկ ասաց, եթե տարբերակ կլներ, փորս արև կգայի։ Արա ասի ախպեր մի երթվա, գիտեմ որ կգայի։ Մի խոսքով կարող է եկել է։ Կարող է։ Հա բխի չես տենում որ եկել է։ Հա բխի չես տենում որ եկել է։ Ինչի համար չես տենում։ Արա եսի պայ։ Ով ուզում է, որ այսպես սիրուն պահեր լինեն միշտ, հայրական սիրը պահեք, հարգեք ու սիրեք, ինչպես որ Արտյոմը լտեսեք հազարավոր կիլոմետրեր Եվրոպա տեղից կարողացավ գալ ու Սիրտը իմ կարոտից փրկել Ինձ համար հոսող արցունքներ շատ սիրում հարգում են, շնորհակալ են քո սովորացրածի համար, այդ քո սովորացրածն է, հա, որ եկավ էսից անակնկալ արեց։ Հուզվար։ Իհարկե։ Դե որ իհարկե մա ձևական սենսար Յանի արցունք է եկել սենսար։ Այ սենց էլի։ Հասեն չէ ձևական է։ Հա դե ձևական է, նայես ոնց է ապրես, հուզվել է հայրիկը ծափեր տվեք, ծափեր։ Դե ձեզ լավոր, մենք մտածված եկանք, որ մեր հոբելարի օրը գեղեցկացնենք, հարստացնենք ու որ լավ քեֆ անես, պակաս չզգաս։ Դե մենք գնում ենք, ձեզ էլ լավոր բարձր տրամադրություն, շնորհակալ եմ մեծ ախպեր, ապրես ինչ լավ հայտարարի։ Շնորհակալ ենք Ստեփան ջան, բարի ճանապարհ, Աստված օրհնի ձեզ ձեր ընտանիքը, շատ շնորհակալ։ Այս։ Ես քեզի կտենամ մուլտիկի մեջ։ Ինչի մեջ։ Կտենամ կինոյի մեջ։ Հա, դու քեզ էլ ես տենալու կինոյի մեջ։ Սպասի Ռոմարի Ռոմ արի ուր ախպեր, Ռոմը գնաց վերևն է։ Ախպեր հարգանքներ ես։ Ոնց ես։ Անտիր, հելավ, հենա, նայ, հենա։ Ես քեզի չուկուչանից մերնի Բա, դամ եմ այդ գերկեմ մեած, այս ես գերկեմ, բա չգերկեմ, արդան ինչ ես գնում կողնի։ Բանջան, սա Ախպեր, εμείς դուր կա, դուս կգան։ դուր կեշտաս, ուդեղ անակնկալներ կենես, ավրիս դու։ Դե մենք գնացինք ձեզ լավոր, բարձր տրամադրություն, հաջողություն։ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբել Փաթաթվիր ինձ ման, քո գրկում ես մանուկ դառնամ, ես քեզ սիրում եմ ման։ Մամ ուզում եմ առաջվա պես օրոր ասես Քո
սրտեր Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Մռայլ եղանակ էր, անձրև էր տեղում Առավել նման էր աշնանը, բայց արդեն ձմեռ էր Ձմեռ ամսվա դեկտեմբերի առաջին 10-օրյակն էր Բայց եղանակը դեռ աշնան մասին էր խոսում Թախծոտ էր, լալիս էր Եվ երկու երիտասարդ, ինչպես միշտ իրենց հոգիներում ունենալով ջերմ արև և լուսավոր պահեր Գնում էին ակնալիչ գյուղ Որտեղ մեծ աղբոր ծննդյանորն է Մեր մեծ աղբերը Արտակի ծննդյանորն է Հարգանքներով եմ լցվել Արտակ մեծ աղբոր հանդեպ Որովհետև նա իր որդու անունը դրել է Արաբո Եվ Արաբո անունը լսելիս միանգամից հասկանում ես, որ Արաբո, Արաբո, քաչպիդայապետ Գնանք հայեր գնանք, կռվենք շուն թուրքի դեմ Ինչևից է, Արաբո անուշ աղբերը այս պահին գտնում է հայրիկի կողքին, միասին են, ապրում են, ստեղծագործում են, այսօր էլի շատ սիրելի հայրիկի ծննդյանորն է, բայց բացի Արաբոն այս պատմության մեջ եւս մեկ անուն կա, որի միջոցով, որի խնդրանքով ու պահանջով ենք մենք այստեղ հայտնվել։ Եվ այդ մեկ հոգու անունն է Արուսիկ։ Մեր մեծ աղբեր Արտակը իր երեխաներին լրիվ հայոց անուններով է օժտել։ Արուսիկ քույրիկը որոշել է իր հայրիկին շնորհավորի։ Նա գտնվում է Ռուսաստանում, չէր կարող գալ հարգելի պատճառներով, այդ իսկ պատճառով նրա ընտանիքի կողմից եկել ենք շնորհավորենք շատ սիրված հայրիկին ծննդյան առիթով եւ մենք այս խոժոռ ճանապարհներով, բայց բաց սրտով գնում ենք ուղիղ ակնալիճ, աչից ընկերներ, որ եղանակային պայմանները թույլ տար, ես ձեզ ցույց կտայի ատոմակայանը, հենց ատոմակայանի կողքին են ապրում Մեր այսօրվա հուբելյարը իր գեղեցիկ ընտանիքով, սուրբ ընտանիքով Գնում ենք օջախ, ծնունդ շնորհավորենք, որից հետո նույն արագությամբ, նույն եղանակի միջով, նույն մտածելակերպով գնալու ենք Արեշ գնալու ենք անուշ աղբոր ծնունդ շնորհավորենք Իսկ այս պարագայում արդեն պապիկն է Ամերիկայից որոշել շնորհավորի իր թոռնիկին Այնպես որ հետաքրքիր հզոր պահեր ենք ունենալու այսօր Մենք արդեն հասանք ակնալիճ Ակնալիճը առաջ եղել է աղալիճ Հիմա փոխել են անունը գրել են ակնալիճ Հա, ակնալիճ հիմա է, վաղտ աղալիճ այլ է Ամեն դեպքում ինչ էլ փոխել են մեկ լիճը մնացել է լիճ Այնպես որ չենք մոռանում, որ լիճ կա այստեղ Գյուղի անունը լիճ է Թե ինչ լիճ, էդ էլ կարող մի 5 տարի հետո փոխեն ուրիշ լիճ դնեն, բայց ամեն դեպքում լիճը մնալու է Եվ այստեղ կա մի չարագործ տեսանկարահանող ֆոտոստուդիա ոստիկանական, որը անխտիր նկարում է եւ շատ խաբուսիկ տեղ է այս ճանապարհը։ Ճանապարհի մեծ մասը ցույց է տալիս, որ կարող ես 90 գնալ, բայց հենց հասնում ես այս հատվածը միանգամից իջնում է 60 եւ հնարավոր է որ չխկաք։ Այնպես որ ուշադիր եղեք որ չխկաք։ Ես օրինակ սկզբի ժամանակները մի հատ չխկացել եմ տեղին, չխկոցը եկել է։ Գյուղի խաչն է, Աստծո օրհնությունը ակնալիճից անպակաս, ակնալիճի Սուրբ հայոց օջախներում անպակաս, իսկ մենք այստեղից մուտք ենք գործում ակնալիճ գյուղ։ Ակնալիճի բարեկամներ, հարգանքներս, ես եմ Վարդանը, մեկ էլ Nissan Altima-ն, եկել ենք ձեզ հյուր։ Աչից շիֆերապատ զաբորն է, որը փայլում է գիշերվա խավարում եւ մեզ հույս տալիս, որ ամեն ինչ իդեալական է։ Ուղիղ գալիս եմ, այդ ջորի եկավ դեղին անցավ նոր։ Հա։ Իմացից մոյկայա ինչ այսի բարձր էին սարքես պարկած անասի։ Դրա խանութ պետք է։ Հա, խանութը տեսա։ Դե անցի, էդ էլ անցի արի։ Ուղիղ գամ։ Բայ, սիրուն տեղն է, հա, հիշեցի եկեղեցին, լավ։ Լրիվ հիշա, այս կողնել ես լի, որ ասեիր, բանի մոտ պետք է գամ ես, հենց այդ որ են վաղտ աղ են լցե, այդ փոսը։ Հա կգայս թե։ Գեղեցկություն, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս։ Բարեկամներ, հիմա նկարում ենք ակնալիճի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ ասեմ ինչի համար։ Փաստորեն հիմա մենք գնում ենք այս հրաշքը իր ձեռքերով կառուցած մարդու ծնունդ շնորհավորենք։ Մեր մեծ աղբեր Արտակը օրհնված մարդ է, նա եկեղեցիներ է կառուցում, իր ձեռքով սարքում է վարպետ է էլի, Աստծո կողմից ընտրյալ վարպետ,
նա այս եկեղեցին է կառուցել իր որդու հետ միասին Արաբոյի եւ իհարկե ակնալիճում գտնվող Եզդի բարեկամների ամենամեծ աշխարհի ամենամեծ եկեղեցին նույնպես նրանք են կառուցել իրենց ձեռքերով, սա մեզ համար հպարտանալու առիթ է, որովհետեւ գնում ենք մի մարդու օջախ, ով Աստծո օրհնությունը հենց իր մեջ կրում է եւ այսպիսի գեղեցիկ եկեղեցիներ է կառուցում։ Ես հիացած եմ, ինձ լավ եմ զգում։ Մենք իմ համար ոնց որ գնամ շատ կարևոր տեղ, շատ կարևոր, պատկերացնում ես, իմ համար սովորական տեղ չեմ, սովորական մարդու մոտ չեմ եթում հիմա, ճիշտ է, ամեն մարդ էլի սովորական չեն մարդիկ, բայց նման դեպքերում արդեն իսկապես գնում ես շատ կարևոր ու իր դերը ունեցող մարդու մոտ, որ հպարտություն է։ Լուրջ մարդու տուն ենք եկել, ով իր կյանքում այնքան գործ է արել, որ պատկերացրեք դարերով հիշելու են նրան։ Իմանայի աղբեր, մտ գավաթել ստեկը բերեի։ Չիմացա, ինչ իմանամ։ Բարեկամներ, մենք եկել ենք եւս մեկ կարծրատիպ ոտի տակ գցելու մշրելու, որովհետեւ այս դեպքում կոշկակարը կոշիկ ունի, ընելիշ կոշիկ, անտիր կոշիկ, հələ նայեք հեր ու որդի իշ պատեն շարե։ Հետո գնացել են իրանց ընկերոջ մոտ, քանդակագործ ընկերոջ մոտ, քանդակել են հասցեն։ Վերջը նա ամեն ինչը սիրուն է, էս էլ անգերար է, դարպասն էլ անգերար եւ կադրերում Արաբոն է մեր բարեկամը, Արաբոն այս պատմության մեջ Արաբոն քաջ է, բայց ոչ ֆիդայապետ, այլ գեղեցիկ պատեր, կառուցող սուրբ պատեր, եկեղեցիներ։ Մողար։ Էս էլ ես դու արե։ Սա։ Լեռնից թե ինչ տենում ես իրար։ Ոտ ֆիքսի էլի։ Ախպեր համարը տաս էլի ամեն դեպքում։ 0 094 94 08 47 ուզում եք սես գործեր արվի։ Տեսեք, մենք կարծես եկած լինենք մի շքեղ առանձնատուն, բայց այս ամենը մեծ ջանքեր է պահանջել ուղակի, բայց ֆինանսապես այդքան չէ։ Ուղղակի մարդը շնորհքում դրես սարքել է իմ հիանալ կարելի է, ապշել նույնպես։ Հիմա գնում ենք այս ամենը հիմնողի ծննդյան օրը շնորհավորենք։ Մեր մեծ աղբեր Արտակի ծննդյան օրը բարև ձեզ։ Ոչ թե ձախ։ Աչը կուխնյան, հա։ Ձախը ընդ են, էլի։ Ընդ են, էլի։ Սա ձախ են գնաց այսօր։ Ես էլ եմ ձախ գնում։ Ես ողջունում եմ բոլոր հավաքվածներին, հարգանքներս մեր ծափեր տվեք մեր հզոր անուշ աղբեր, մեծ աղբեր Արտակի համար։ Մի զարմացի, մի ապշի, այս սաղին դու ես զարմացնում, էդ ինչ ես արել։ Ինչքան սիրուն պատեր ես շարի, ինչքան սիրուն սուրբ եկեղեցիներ, հարգանքներս, ես եկել եմ, դու էլ արի, ծափեր տվեք, շատ եք սիրում մեր մեծ աղբորը։ Ես հələ չհասած քո օջախ ոտս խերով լինի։ Օրտնել եմ շատ հարգանքով եմ լսվել ու ինձ լավ եմ զգում, որ եկել եմ քո նման լավ մեծ աղբորից շնորհավորելու։ Ում կողմից եք ասկելն եմ։ Աղբեր Հայլում են քո աչքերը, ասեմ նախորոք։ աղջկաս երևի։ Հա։ Զգում է հայրական սիրտը։ Ասեմ Արուսիկի իր ընտանիքի կողմից քեզ շատ սիրում են։ Առողջ չլնես, ես թևեք մեջ, այսպես միշտ ուժը շատ էլի։ Այդ տղա ես էլ։ Դե մի հատ երազանք պահի, առողջ եղի, քեզ շատ են սիրում բոլորը, առանձնահատ։ Հորս սիրտն էին, աղոտքն ու վանքը։ Տատա կարոտել, սիրում է ու մի հատ էլ հատուկ նվեր ենք բերել, որ ինքը գա, իրար հետ այս նվերի հարցերը լուծեք։ Բայց այս նվերը պետք է քեզ հանձնի։ Քիչ տարիներ, այ դուրեք սահում։ Ապետ Արաբո, արի ծափեր տվեք էլի։ Արեսի նվերի պապային մատել գերկի։ Անես գերկի, որ քույրիկի ջերմությունն էլ զգա էլի։ Պարտադիր։ Հորս գրքի մեջ նորից մանկանա։ Չկծիր աղբեր, ինչ վախեցար։ Հա, աղբերս, դե վախեցար բայց։ Էսի նկար չկա աղբեր, դու մի բանար, բայց լավ կպայես, Արաբո, էսի կպայես, որ գա Արուսիկ, իր այդ խմեք, էսի հատուկ դրա համար, տես մասի սարով բանով, հայրենասիրական, ես ուժեղ տղա, որ երեխեք է անել, հայոց անուններով ես օժտել, դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, խորովածը սարավն չեք ուշանում։ Չէ, ես հիմա արդեն ուշանում եմ, պետք է գնամ, ձեզ լավ որ, հարգանքներս։ Ջան, ինձ մի բան էլ դուր եկավ, տղեկով աղջիկով առանձին եք նստել։ Հա, հլասա,
Հոպարի պաչիկները ճամփեր։ Արի մեծ հոպարին նկարի։ Հոպար դե մեծ էլ դու պաչի սենց։ Այսպես մեծ պաչի։ Հոպար մեծ պաչի կարա օթային։ Ջան։ Կյանքիս տարիներ այդ ուրեքսա Ախպեր, անկեղծ, ես մեծ սիրով կմնայի, բայց ուշանում եմ, երբ եմ Արեշ ախպեր։ Արեշ եմ գնում, բայց Adzիկի մոտ չէ, էլի, Արեշ։ Ախպերս, ես արդեն ձեր տատեղը ֆիքսել եմ։ Ու պլյուս իմ համար դուք այս սովորական մարդկանցից շատ բարձր մարդիկ եք ձեր արած աշխատասիրությամբ, գործով, այնպես որ ես ինձ հիմա լավ եմ զգում։ Շան տանուն ի՞նչ է։ Շարիկ արա, Շարիկն է։ Տարոնը եթե նայում այն տեսանյութը, Տարոն ախպերս, բելկայի նման է Տարոնը, որ մեռավ, տարան սպանին, ինչ արին, չգիտեմ, բելկայի նման է Շարիկը։ Շարիկ։ Հորեսի ձիգ այն ապահում։ Աղբի տեղը աղբամանում է։ Իսկ մենք գնում ենք Արեշ, մեծ աղբեր, հարգանքներս ապրես, դե հելանք մենք, լավ մնացեք։ Մենք շարունակում ենք մեր օրվա կարգացուցակը եւ գնում ենք դելիմիտացիա անելու, դեմարկացիա անելու, տղերքը վազում են դպրոցից, այնքան սովորող են, նայ դպրոցը շուտ է, չէ՞ բարձր, բայց իրենք սովորել միջև վերջի կաթիլը սովորել են այդ մեն տուն։ Տենամ ինչ են սովորում։ Բարի օր աղբերներին, ո՞նց եք։ Այդ որտից եք գալի, ֆուտբոլիստ եք։ MMA-իստ։ Արա բասիկ շատ չխոսամ, կտակ բերանց կջարդվի։ Հա, խոսամ արխային։ Դե ձեզ լավ օր աղբերներ։ Կար մի երգ, որը ասում էր մշուշտ է պատել հոգի, ստես բաներ էր ասում։ Հիմա մշուշտ է պատել Երևանը եւ այս մշուշի մեջ բավականին բարդ է վարել մեքենա, բայց մենք վարում ենք, որովհետեւ պետք է վարենք, որ գնանք գեղեցիկ անակնկալներ տեղացնենք։ Հիմա մենք Արեշում ենք, հա, Երևանի Արեշ, նոր Արեշում ենք եւ նոր գեղեցիկ անակնկալ ենք անելու մեր Դավիթ Անուշ աղբորը իր պապիկի մեծ աղբեր Հրաչի եւ նրա տիկնոջ կողմից, տիկնոջ անունը Վարդան մոռացել եմ, Ալլայի, հա, Հրաչի եւ Ալլայի կողմից մեր մեծ աղբեր Հրաչը եւ Ալլա քույդիկը որոշել են Դավիթ Թորնիկին ուրախացնել։ Մենք գնում ենք, մեր Դավիթը զբաղվում է մայթայ սպորտաձևով, մարտարվեստով եւ հենց սա շատ կարևոր առիթ է խոսել մայթայի մասին, մայթայ բռնցքա մարտը, չգիտեմ, այդ մարտարվեստը ունի պատմություն Թայվանում, այդ նա ունի բավական հարյուրավոր դարերի պատմություն, շատ հին դարերից եկել է, նրանց մոտ դա ազգային ինչ-որ բան է եւ ամոթ է չիմանալ մայթայ է իրենց երկրում եւ այնքան շատ են սիրել, այնքան ճշմարիտ է այս մարտարվեստը, որ այն տարածվել է ամբողջ աշխարհով, հիմա Երևանում էլ ակտիվ զբաղվում են դրա ուսուցմամբ եւ Դավիթն էլ հենց այդ մարտարվեստի սաներից է։ Այսօր մենք նրան պապիկի կողմից շնորհելու ենք գավաթ, որը ապագայում էս աշկից հասանք աղբերս տեր։ Մենք հասել ենք արդեն։ Բարեկամներս, երբ որ մեր տորթերի վրա նկատվում են դոլարներ, հիմնականում սա նշանակում է, որ անակնկալը ԱՄՆ-ից է։ ԱՄՆ-ի մեր բարեկամներ, շնորհակալ ենք ակտիվության համար, մեզ հետևելու համար, իսկ մենք հիմա գնում ենք Դավիթ Մայթայի ապագա աշխարհի չեմպիոնի ծննդյան օրը շնորհավորենք։ Դուրը հատուկ, հա? Անհարթ Դավիթն է նա դառնալու անպայման, հա? Մտնում ենք ու աչ անենք, իմացար, սա ճշտել եմ, մանրամասն ճշտումներ ենք արել։ Հիմա մտնում ենք օրը նստած է սա։ Դե սկսենք շախուրը։ Ես ողջունում եմ բոլոր հավաքվածներին, բարև ձեզ։ Մենք ծափերով է տալի, ծափեր ենք ուզում լսենք։ Դավիթ ով է։ Դավիթ ծննդը շնորհավոր, այդ խմում էիր աղբեր նոր, հա։ Նորմալ խմար, բայց։ Այս էլ դու չգիտես է քեզ ինչ նվեր եմ բերել։ Ես ասենցա որ քո վերաբերյալ լուրջ հույսեր ունենք, դուք էլ չէ ունեք այդ հույսերից, որ ինքը մայթայի համար մեկ ալելու աշխարհով, հա։ Պարապում ես, լավ կրվում ես։ Ուժեղ ես, հրմատ խփի ինձ։ Այս հա խփի, դավայ։ Խփի։ Օրո, հա, ուժեղ ես։ Դե մենք գիտենք, որ դու ուժեղ բարձունքներ ես գերավելու, բայց չես հարցում ես որտից այսքան բան գիտեմ։ Որտուց։ Դա երազանք պահի,
Փչի, թող կատարվեն քո բոլոր երազանքները, ես էլ կասեմ ուժ, բայց ես քեզ հարցեր կտամ նոր կասեմ, հա։ Ապեր տալիս ենք։ Այս քաղցրությունը քեզ հիմա ես հարցնեմ, տենում ես ինչա տորթի վրա։ Հա, այս տենում ես ինչա։ Ինչա։ Փող։ Բայց ի՞նչ փող։ Դոլար, շատ լուրջ ես խոսում դու։ Դոլարը, հա, այս դոլարից իսկական քեզ ով ա տվել։ Այսքան վաղ։ Ով կարա տա դոլար քեզ։ Դոլարը որտեղի փողն է։ Ամերիկայի։ Ամերիկա ով կա։ Հրաշ պապին է, ալլաքույդիկ հետ, քեզ շնորհավորում են, քեզ շատ են սիրում, առողջ լինես, մա ծափեր տվեք։ Պապին քեզ շատ է սիրում, հա։ Այնքան շատ է սիրում, որ ինքը էլ չի համբերե, մի անգամից գիտես քեզ ինչ նվերա ուղարկե։ Հեսա ուշադիր, դու դառնում ես աշխարհի չեմպիոն, քեզ գավաթ ենք բերել ախպեր Ամերիկայից։ Տեսա։ Պարտավորեցնում է, որ դու պետք է աշխարհի չեմպիոն ես, համաձայն ես։ Դե չվախենես։ Շնորհավոր ծննդյան։ Ասած սիրում է, առողջ եղի միշտ։ Հա, ինչ, կարթա, մտ կարթա էլ ինչա գերացել այդ գավաթի վրա, տորթը կան տնքուշին։ Ախպեր դու մոտիկ ես։ Հələ կարթա գավաթի վրա։ Հեսա, հələ գավաթը դու ես, հələ ստենա ինչա։ Դու ես ինչա գերած։ Դավիթ է գերած։ Տեսա ինչա գերած։ Հա։ Ես կարթամ, հա, նայ, եսի որ կարթամ, թող քո մոտ տպավորի, որ այդպես էլ լինի։ Մաութայ բոքսի աշխարհի առաջնությունում ապագայում առաջին տեղ գրավելու համար։ Հար։ Գրավելու ես։ Ապերից ես մի զարմացի, սա պապիտ ասել է, էլի քո վերաբերյալ ամեն ինչ։ Ասում է դուժը ես կրվում ինչ-որ։ Դե հելանք, ձեզ լավոր, ոտներս խերով ձեր օջար։ Մենք գնացինք, աշներդ լույս լինի, տղայք ունեցել, անել Դավիթ, անհաղթ Դավիթ։ Դավիթը անհաղթ է, բարեկամներ։ Ու շատ շուտով խնդրեմ ձեզ լավոր բարձր տրամադրություն։ Դավիթը բոլորիս անունը բարձր է պահելու միջազգային ռինգերում։ Ես սպասում եմ այդ օրվան, Դավիթ շուտ արա, հելի գնա։ Հելի գնա կռիվներ արա։ Վերջ, այսքան է։ Ախպերս ա հելի մատ խոսանք մտնենք պապայան բանը ասես, որ սիրուն ամեն ինչ կազմակերպենք 91 HA777 BMW-ն է մեր կադրերում բարեկամներ։ Ես հիմա պատմեմ ուր ենք մենք։ Մենք հիմա գտնվում ենք Ծովագյուղում եւ այստեղ ունենք հրաշք ծովանակնկալ։ Եկել ենք սիրված հայրիկի ծննդյան օր շնորհավորենք երեխաների կողմից։ Հրաչ աղբերը մեզ դիմավորեց։ Հրաչը նոր գալիս էր, ինչ էլա, հրաչ։ Հրաչ երեխեքի կողմից, չէ՞։ Բալեքի կողմից անակնկալը։ Մենակ դու ես տե, քուրիկներից տե ով կա։ Հա, այսինքն քուրիկները քեզ էլ համալրել են շարքերը, էլի որ քո կողմից էլ է։ Դե դու պապային կգրկես, հիմա մենք մտել պատրաստենք, քոնն է այս քոնն է, թե սևն է քոնը։ Երկուսն է քոնն է, էսի քշելը սիրահարվել ես են սառը։ Հա, տենց է BMW քշողների ճակատագիրն է դա։ Հենց հերիքա մի հատ BMW քշին, սաղ կյանք էլ BMW են քշել, ուրիշ ավտո չեն քշի։ Ծովագյուղն է լռության մեջ, Վարդանն էլ ավտոյի մեջ։ Վարդան երբ ես պրսնում։ Դա հիմա վիդեոն վերես։ Հա, նատուրի ուրեմ ուրախանալի է, կային։ Ես կարայի ոչ մի բան չբերեի, գայ ասեի, բարին շնորհավոր ծննդդ։ Անուն ինչա պապայի։ Մեծ աղբեր Միշան այսօր դարձել է քանի տարեկան։ 56 տարեկան։ Ջահել տղա է իր համար։ Բայց ամուսնացած աղջիկները նես չելի ագերեք մրեք, մեր Միշա աղբորը, մեծ աղբորը։ Հիմա Վարդան վերջացնում ես Վարդան։ Ապրես։ Ես ի սիրուն ավտոտնակա։ Սիրուն է։ Ահա ընկերներ, Ծովագյուղի գողական սուպերմարկետի տորթը։ Սա քիչ լավն է։ Սա հատուկ տորթ է։ Սա հատուկ կենտ մարդկանց համար նախատեսված տորթ է։ Հոտն էլ է լավ, հա։ Անտիր տորթ է։ Գլազուրով աղբեր։ Հա, գլազուրով տորթ է։ Ձյուն է տեղում ընկերներ։ Եթե նայենք BMW-ին, հալվում է, BMW-ն տակ ավտո է, դրա համար է հալվում։ Մեր ավտոն տակ չի, տեսեք, պահի տակ երևում են ձյան փաթիլներ, ձյուն է գալիս, նայում են մեզ, գնացինք։ Հա, Միշա, բայց աղջիկների անունները, քուրիկներ, Նարա Արմին է, հրաչ, Միշա, հա, Նարա Արմին է, դե երկուսի կողմից է, Արմին է,
Քուրը դա։ Երեխաներ։ Դա անուններն ասենք ի՞նչ է բարձ չի։ Вообще չի կասկածում, չէ՞ որ կարող ենք մտնենք ներս հիմա։ Հա, կասկածներ ունի։ Ես ողջունում եմ բոլորիդ, ուր ա մեր հոբելյարը։ Միշա մեծ աղբեր ծննդը շնորհավոր։ Ապեր չեք տալիս, ես չեմ հասկանում։ Այդքան եք սիրում, 1000 բարի։ Ժոգել եմ դու սաղոր նայում ես վիդեոներս։ Ապերը շնորհակալ եմ, հիմա եկել եմ դրա համար, հասել եմ ծննդը շնորհավորելու։ Լավ է, սարը չուզողին էլ։ Տաբե գցել ենք աղբը, հա էդ ես եմ, լրիվ ես եմ, հա, եկել եմ մեծ աղբորս ծննդը շնորհավորել ու բանը, ասել եմ որ պսակված, էլի աղջիկներ չեն գրելու։ Հա, շուգուլից ընկերեմ, սարի նման տղեն իլ է ռագատ։ Այլի սարիտ նման, ի՞նչ ռագատ, այս սարես որ կաց, վсё, նա ծափեր տվեք, նա երազանք պահի, չի ծննդը շնորհավոր, առոշ։ Ծնունդը շնորհավոր Ընտանիքիդ գլխից անպակաս ու դու ունես եւս մի հատ նվեր, որը կնվիրի անակնկալը կազմակերպողներից մեկը, որովհետեւ մնացած ստե չէ։ Բայց պետք է մի բաժակ խմես։ Խմելը չէ։ Որտե մտնում ես մի բաժակ բան չես խմում։ Դե որ խմեմ կբռնեն ինձ, էց ովայջում էլ вообще պարեկներ ուժը։ Տղա պարեք ունենք ստե, Չունենք մի շո ես տնից են գալը։ Հա, այտենց էլ ասեմ։ Դե հիմա այս քաղցրությունը վերցել, այսպես պայծերը դες քաղցրությունը, գիտես չէ՞ քաղցր համովա։ Գիտես ինչի համար, որովհետև աղջիկները տեն, տղա, բոլորը քեզ շատ են սիրում։ Աբրիս իրաց ցավը տանի։ Ու մետը նվեր կա, որ ես ուզում եմ մեր հրաչ աղբերը նվիրի քեզ։ Դա թե գրկի։ Չես ուզում։ Նվիրի մի վախեցի, գնաք են գրկի պապայի։ Ծնունդը շնորհավոր Արես։ Ծնունդը շնորհավոր Ծնունդը սա է։ Ես եմ վախեցի աղբեր, եկավ չեր պայթում, ես ասի չի պայթի, պայթավ։ Բախտ ունես է, չեր պայթում, հազը պայթացել է։ Սարելը, սարացը։ Էդ ինչ ես երկուս բառնեք այ, ոչ մեկ չի վերցում։ Դե քաղցրություն տուր մամային, տուր երեխեքի մամային, այդ էս տանի։ Տեսար ինչ է լավ է լավ, չէ։ Բա ինչ էր նստե մտածում։ Ես որ սաղորը քեզ եմ տիս։ Բայ ես չեմ, եկել առնետով ես չեմ։ Ես որ սաղորը Հա այսօր ես նայ։ չէ։ Բայ երեք։ Միշտ ես տենում եմ։ Մեծ աղբեր հարգանքներ ես։ Հա քո տղան, հա։ Դու պապին ես։ Ա դու ավելի ջահել ես։ Հա։ Ես քուրս է։ Հավաքվել եմ բարեկամներով ծննդդ նշում եմ։ Դե ես էլ աղջիկների կողմից եմ, ես քո աղջիկն եմ։ Լավ է սարա։ Աղջիկներդ եմ։ Չէ, լավ։ Հա։ Դա լավ տղա է։ Հասկացա։ Այ ջոգելա է, սկզբից էլ ջոգելա։ Լավ ուրախ տեղերի տաս հավը տան։ Հա։ 740 40 թորուց, քանիսն ես դե հիմա։ Քոննա։ Բարև աղբեր, բարև։ Ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող խմեմ, որտեղ ճանապարհներս առած են։ Այ ախպեր մի ճանապարհի վրա։ Հեսա ելնում է։ Ջան։ Հա, էց եմ ասում, լավ որ ծովա յուղում նստում ենք ուտենք խմենք։ Որ սևանն էլ ընդ փայլի։ Այ շատ գիտեմ։ Խոզում ես։ Քանիսը։ Մի հատ մեծ խոս։ Մայր, հա։ Չէ։ Տաղա, հա։ Աղջիկ, հա։ Դե կգա։ Դե ձեզ լավ որ, մեծ աղբեր։ Աղբեր, ելանք մենք։ Հետո մենք։ Իմացա որ խոզ ենք ուտել։ Հա պայման։ Կենիկ ունիս։ Հա, ունիմ։ Հետ նարը երեխեքո պանով լուբոյ վրեմը։ Նկար մեզ, ապետ չի, հա։ Դե հելանք մենք, լավ որ ձեզ։ Լավ էլ ստաս, արա ձյուն է տեղում։ Ծովա յուղում ձյունը արդեն հա աղբերս, հա, պարագրիշկեքը լրիվ չոտկե է։ Զիմնյա է, զիմնյա։ Աղբերս կարկուտ է, թե ձյուն, ոնց որ ավելի շատ մանր կարկուտ է լի։ Որիշ սիրուն կարմիր սալոներ, հելար, յար, յուր ես էդ, մար, յար։ Նա ինչ կարմիր սիրուն սալոնա։ BMW։ Այս էլ համար են սիրում, էլի BMW։ Կարնեցիա դրած։ Տես, Վարդանը հասկանում այդ BMW-ներից։ Ես եմ, որ չեմ ջոգում BMW-ն ինչա հրաչես դե։ Աղբերս կապովել ենք, դե լավ մնացեք։
Մեծ սիրով աղբեր, ես գալ եմ խոս ուտելու, պապին խոս տվիմ։ Տենամ, պրոստը վերջում տուպիկ էր ուզում տար, ես բան արիմ, խույս տվեցի։ Պապիկը ինձ ուզում էր, ոչինչ, պապիկը ուզում էր ինձ գցեր տուպիկ, ասաց չեկացողը սկսեցի մտածել, բայց աղա հարմար չլինի մի օր, պետքա հարմարացնենք այդ պապի հետ խոս ուտենք, խոս ունի պապիկը։ Որը գալիս է, լնա ինչ ձյուն է իշնում է, լավ, էսի այն ձյունը չի, որ թեթև է իշնում, էսի լավ է ձիք է իշնում ու արագ։ Այ հիմա ձմռան ցուրտ է մի անգամից։ Այսօր ցերեկը ես ասեցի, որ գարնանային է եղանակը, բայց ոչ ծովադյուղում, հրաչ աղբերը մեզ հաջող արեց ծովադյուղում, ձյուն է տեղում կարկատանման։ Բարեկամներ, հարգանքներս, 44 օրյա պատերազմից անցավ ուղիղ 5 տարի եւ մի քանի ամիս։ Եվ 44 օրյա պատերազմը մեր պատմության մեջ կմնա միշտ վառ եւ հիշվող, ինչպես նաեւ ուսուցողական։ 44 օրյա պատերազմի հետքերը մինչ օրս մեզ համար թարմ են, կան եւ մենք անպայման ցանկացած առիթ բաց չենք թողնի եւ դրա մասին կխոսենք։ Այսօրվա մեր անակնկալը կապ ունի ուղիղ 44 օրյա պատերազմի չարիքի հետ, որովհետև հենց 44 օրյա պատերազմին մեր Էրիկ Անուշ աղբերը իր հարազատ եղբոր հետ զոհվեց Շուշիի մարտերում եւ այսօր նրա դստերիկի Էլենի ծննդյան օրն է։ Մենք եկել ենք շնորհավորենք, ուրախացնենք Էլենին։ Իսկ մեր հերոսի մասին տեսանյութը ես ցույց տամ ձեզ, որ ճանաչեք, իմանաք։ Ասում եմ, որ նա Ստեփանակերտում ճանաչված ծնվել է 1992 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երկու դուստրերի հայր էր, պայմանագրային զինծառայող։ Եղբոր հետ մարտնչել է ոսոկի դեմ եւ զոհվել նոյեմբերի 6-ին, եղբոր հետ միասին։ Բարեկամներ, մեր Էրիկ Անուշ աղբերը իր ամբողջ ապրած կյանքի ընթացքում օգտակար է եղել բոլորին։ Ստեփանակերտցիները կփաստեն, որ շատ մարդկանց օգտակար է եղել, օգնել է, նա եղել է ավտոէլեկտրիկ եւ պիտանի մարդ հասարակության համար, սակայն պատերազմը չի նայում մարդու ապրածին եւ անկանխատեսելի է։ Այնպես որ փառք մեր հերոսներին, այսօր մեր գնում ենք մեր Էրիկի դստրիկին ուրախացնելու նրա քերի տատիկ պապիկի կողմից։ Ասեմ ձեզ, որ լավ ուժեղ անակնկալներ ենք բերել։ Սպիտակ Քեմրին էլ եկե մեր հետ։ Գնում ենք բոլորով անակնկալ անենք։ Էս ի՞նչ է ծաղիկները, քո ծաղիկները ավելի սիրուն են։ Չէ, մեր ավելի սիրուն է։ Քոնը ուղղակի շատ սիրուն է, էլի։ Բարեկամներ մեզ ասեցին, որ այստեղի լիֆտը մի քիչ սովետական է։ Մեծ է, մեծ։ Եվ 4 առողջ տղամարդ հանգիստ կտեղավորվեն իրար քսվելով։ Հա, փուչիկներն էլ հետ է, հələ տես ինչ happy birthday-ա։ Տոն ուրախություն է այսօր մեր Էլենին պետք է ուրախացնենք եւ Էլենը այսօր կունենա այն նվերը, որը բոլորն են երազում ես վերջերս, անունն է նրան, նրա անունն է, չեմ ասի ինչ։ Մնացեք, որ իմանաք, թե չէ, ինչ իմանաք, ինչ նվեր ենք մենք տանելու։ Մարդ կա լիֆտի մեջ։ Չկա, մարդ չկա, եկեք։ Այո, սա հին ու բարի լիֆտն է հայոց, որտեղ քառակուսի մետրի վրա։ Օ։ Արի աղբեր, արի։ Այս օրը փուչիկը դեմ, չէ, սա հաջողություն էր, փուչիկը չգփած։ Սխմեցինք կոճակը եւ բարձանում ենք դեպի 9-րդ հարկ, բարեկամներ։ Ամեն ինչ ուղղակի գժական է, հիանալի, փուչիկային։ Հարգանքներս, տատիկն է հաստատ։ Մեր հոբելարի տատիկն է, բա պապիկն ուրա։ Պապիկ, պրիվետ, այդ պարկել ես վիդեո ես նայում։ Նոր առաջինը դու հելի։ Օրա, ահա գինեմ։ Ինչ ահա։ Ոնց է։ Pero que especie de Ինչ է քո անունը։ Ախ դու, հա։ Lina. Լիլիա։ Lina. Լինա։ Գնա, Լինա, դու գնա։
Սպասում ենք միշտ գա ժամը պատվական։ Հա, ջոգի։ Շուստերի է։ Ես դու ես փաթաթ թե ասել ես փաթաթ։ Հա, շատ լավ ես ասել, սիրուն է։ Ոնց որ հարսանիք բանալի խաղ։ Հա, ապայման։ Ինչ է, արիլ է։ Կամերա մեր կողմը, պահև է կան։ Արիլ է։ Ուր ես եկում, արի։ Հինգը պակաս։ Ասեք ուրեմ, դուք գնացեք շնորհավորեք, բայց շխուրջան եք, ես ինչ ա որ, ես ինչ սանում, երկ ես դնում։ Հա, երկ եք դնում է, թակ։ Դա քոտակ է, էլի կապնի։ Հա, ես իմ տեղն եմ կայնե, էլի, բա դու ում տեղն ես կայնե։ Ապա դու գնա։ Բայց դու այդ ոնց է լավ տես տեղ մեր որոշիր, ես էդ եմ ուզում հասկանամ։ Հե? Դու ոնց ես տեղ որոշում։ Հլարիսկում, այդ ոնց ես տեղ որոշում դու։ Հե? Պատասխանի է։ Քոբոյին նայի։ Նայում եմ։ Իմ բոյի նայի ու քոբոյին նայի։ Այդ ինչ ես անում հիմա, այդ ոնց ուզում ես իսկ կոտրես, հա։ Հա։ Կոտրիր ուրեմն։ Ձիվյատի էտաժից գցես ցած, պերվի էտաժ, ես այս կիշն եմ լիֆտով։ Բայց էլի մարդա գալի, արի իրանց էլ տեղները ասա։ Հեսա եկան, արի։ 3 հոգի են, արի ասա իրանց տեղը։ Ասա շուրջած է, բալիտ է կլելու։ Բա դու ես շխուր անում հիմա։ Հեն եկել են, արի իրանց տեղերն ասա, արի ասա ինչ անեն իրանք, արի։ Հա, դե ինչ անեն իրանք, ասա։ Հա, բայց ինչ անեն իրանք, ասա։ Վարդան, մտի նկարի դու։ Դուք էլ ուզում եք գնացեք, սիրուն նվիրեք, հա, մենք հետո կգանք։ Վարդան։ Եսի կաս պայս մտի։ Էլեն։ Կայն թոր շնորհավոր են։ Հե? Ախպեր հիմա բան են անում, պաչում են կայնի։ Կայն թոր պաչեն, մաչեն ախպեր։ Ես հզոր երաշտություններ պետք չկայնի։ Եկեք մի հատ բոլորս ծափեր տանք, այսօր մեր Էլենի ծննդյան օրն է, ծափերը բարձր մի հատ։ Էլեն դու ուրախ ես։ Քուրիկիդ համար էլ ես ուրախ, մետ իրան պաչ է, էլի, մետ պաչի։ Ապրես, չէ, հելը հետ ուր ես տանում, հետ արի, ենի հելը մի ռոպե դրան, են չի տավիր որ բերի, դու նվերներ ունես սիրուն, անակնկալ ենք եկել քեզ անենք, հեռու տեղերից, քեզ շատ սիրող մարդկանց կողմից, ում կողմից կլնի Էլեն, դու սպասում ես որ անակնկալ կլնի այսքան մարդ կգան, չէ, ես շատ միամիտ ես, ինչ չէիր սպասում, բա քեզ շատ են սիրում բոլորը, ավելին ասեմ, սիրողները գտնվում են Ռուսաստանում, ով կլնեն, Քերիները, տատին քերիները, ես քեզնից կնեղանամ, բա պապին, ու պապին, բոլորը քեզ շատ են սիրում, ուզում են ուրախ լինես, առողջ լինես, այսպես միշտ աշկերդ փայլի, համաձայն ես, դե մետ երազանք պայի, քեզ լավ նվեր ենք բերել, երազանք պայի, որ կատարվի երազանքը։ Երկար ես պահում ոնց էր, հա? Իմացին որ լելու է։ Ես կացրիցունը տամ կեզ, էլ եմ էրցրու, կարաս տաս մամային, կարաս փոխանցես մամային, ապես, ու կեզ ծաղիկներ։ Հա? Կուրիկը տա? Հələ ձվիկը տուր ինձ, հələ տուր որ ծաղիկ տաս դու կուրիկին, տուր հələ, չես տալի, դե լավ ես կտամ, եսի վեր։ Հələ աշկերդ պակի, աշկերդ պակել ես,
Դե հիմա բոլորս մի հատ լավ ծափեր ենք տալիս։ Շնորհավոր։ Իհարկե, գիտես էլ ինչ ենք բերելու քեզ։ Այս սրա մեջ նվեր կա, այդ որ քուրդ ուժը բռնելա չի տալի։ Ես չգիտեմ, կարաս համոզես տա, թե չէ։ Հե? Հլարցրու կտա։ Չի տալի, էլ են նայ։ Գիտես, դա մի տուր, տես ինչ ես, տվես, լավ։ Ծափեր տվեք, հաղթես։ Դելը բաստես սրա մեջ ինչ նվեր ունես։ Գիտես սրա մեջ ինչ ալնում միշտ։ Նվերներ։ Բայց ի՞նչ նվեր կլինի, տնես կուրախանաս այդ նվերից, թե չէ։ Տակիներ։ Այս նվերը սրա մեջ նվերը, տատիկի ու պապիկի կողմից է։ Տես ա նվերը։ Հələ հանտնենք ինչ է։ Չէ, հենց այն է քո նվերը, դու են դիրնդե արի բաց։ Սա խառնել ես իրար, դու քո տեղը չես կայնել հիմա։ Հե, դուր էդ գալիս, հա, սիրում ես դու ոսկի։ Բաղով գա, ես կարես կապես ուրիկի թևին, հա։ Դել կապ տնենք, ոնց ես կապում։ Ու լավ խոսում ես, էլ կապելուց ոնց ես։ Մամա բաց։ Չէ, մաման չէ, հենա կողոտ կայնած է։ Հələ թող, քուրիկ ունես աշխարհությունից, սաղն իրաց տեղը ցույց է տալի։ Հե, ստասվում, հա, կարում ես։ Հələ նմա։ Եթե լավ կապիր, մի հատ նվեր կտամ։ Իմ բալա, սավըտ կանեմ ես, իմ բալի ծնունդն է, հոգուդում էրնիմ ես։ Կապեր տվեք, դե մատե պաչի կարա քուրիկին էլ է։ Շնորհավոր, սիրուն ջան, ծնունդը։ Էսի տատիկ պապիկի նվերներ, բա դու չես մտածում քերին ինչ նվեր է քեզ արե, չէ։ Կաղա նվեր չի ուղարկե քերը քեզ։ Հավատում ես, որ ուղարկած չլինի։ Ուղարկելա, չէ։ Հլա սա ինչ կլինի։ Դու դրան շատ ես սիրում։ Չէ, դու էլ մի սկսի, դու քո տեղը կայնի մի սկսի։ Հլա աշկերտ փակ ես, ասեմ կբացես։ Մենք ընտրամոս պահեմ, որ շատ ուրախանաս։ Բաց։ Ապրես միշտ ուրախով։ Ուրախ ես։ Դե թրվրա։ Ապրես միշտ ուրախ, իմ բալա։ Նվերներ են բերել ու հեսա դե են որ ում էր ասում, ես իմ տեղը չէ, հիմա գա իրա տեղը կայնի։ Նոր աղբեր արի կայնի քո տեղը, հա։ Քեզ էլի նվեր են բերել։ Սիրուն ջան, ծնունդը, ասեն շնորհավոր։ Դու փուչիկ էլ ունես նվեր, հատուկ փուչիկներ։ Այ մոռացել էր, էլ ես բռնե մնացել։ Օպերատոր մարդ։ Հա։ Հե ուրախ ես։ Դե մա ծափեցանք բոլորս, հա։ Շնորհավոր քո ծննդը, միշտ ուրախ օրեր ունենաս, լարի, դու լար կնա տարի քեզ պոնչո անեմ։ Չես թողում։ Դե ես լավ որ բարձր տրամադրություն քեֆ արեք։ Մենք պետքա գնանք, մենք գնում ենք, դուք մնում եք, քեֆ արեք, ուրախացեք, ապրես։ Դե մի հատ կով արա։ Էլեն։ Հա բա ինչ, հելա ոնց ասած էսի քո տեղը չի, չես կայնես դե գնա անդե։ Ահա բարեկամներ, ուրախացավ մեր Էլենը, Պուչուրի անունը չիմացա ինչա, բայց շատ շուստերի էր, դուրս եկավ։ Հիմա մենք ոնց եկանք այդպես էլ գեղեցիկ կհեռանանք, բայց մենակ չէ, արջինգերություն ենք անում։ Հելի դուս։ Բռնել էր լիֆտը, հա։ Հասել եմ։ Հա չի բասում, հետա բաց թող լինի։ Պուչուրի անունը ի՞նչ է։ Լինա, լսի էլ է։ Այդ քինդեր սուրպրիզի մեջ քեզ նվեր կա, լմանարի գտի։ Հերթով ցույց տու կասեմ որ նա քոնը։ Հերթով ցույց տու, հերթով հանի ասեմ որ նա քոնը։ Այդ չի։ Հետո դնում տեղը։ Այ էտա, այդի քոնը վերնա։ Այդի քոնը։ Քերի հետ հակելա Լինան։ Լինա, հա։ Լինան քերին բան արած։ Համոթանք տվես, բա թե դու իշ քերն ես ինձ նվեր չես ուղարկե, բայց հենց տեղակ չէ, էլի որ քերն իրան նվեր ա ուղարկելու։ Աշոտ բրծար թե չէ։
Քերին համը ռակ աուտում, ամել աշու տերասու խոսում է բանի հետ։